Մենք եկանք հասանք այնտեղին, որ Տերը մեզ մաքրում է, ազատագրում է, շինում է, ամեն։ Ուզում եմ մի հատ վկայությունով սկսեմ, որից հետո մենք կշարունակենք։ Սա Աստծո փառքի համար, գիտեք, որ վերջի ժամանակների ես երկար ժամանակ արդեն չեմ աշխատում, բայց Տերը օրհնում է, շնորհքներ է տալի, ողորմություն անեմ եւ հիմա հերթական օրհնություններից մեկը, որ մենք մեր տունը հիմա ունենք, մի հատ այն ռոբոտ պիլասոսներից է, որ Աստված օրհնել է ունենք այսօր եւ մի քանի օր որ մեր տունն է, բայց բան է եղել, որ շաբաթ օրը պետք է դրանով զբաղվեն, միացնենք։ Գիտեք, այն ասացված է, որ ասում է, մարդը երկար 3 բանի կարող է նայել։ Կարա նայ ինչպես է ջուրը հոսում, կարա նայ ինչպես է կրակը վառվում, եւ երրորդը կարա նայ ինչ որ մեկը ինչպես է աշխատում։ Ինքը նստի նայի, որ մյուսը ինչպես է աշխատում։ Հիմա մեր տունը այդ իրավիճակն է, ես նստած նայում եմ, ես պիլասոսը ոնց է աշխատում, օրերը վառնում, պիլասոսում, մաքրում։ Ուրեմն հետաքրքիր էր առաջի բանը, որ ես նկատեցի, որ լավ բան է, օրհնյալ բան է, դրած է, տունը արդեն դրած է, ինքը իր բազել է, բան, բայց չի աշխատում, չի գործում։ Ես 3 առավոտվա դες 11-ից սկսած մինչև համարյա 1-ը 12:30 փորձել եմ դրան այդ նաստրոյկեքը տամ, ոչ մի բան չօգնեց։ Մենք մի քիչ ուրիշ գործեր ունեինք, Անուշնասավետի թողեցի, հետո այդ մյուսները կանենք, պետք է գնայինք խանութ, հետո այս կոմ եկանք, երեկոյան, երբ որ մնացած գործերն արեցի, նորից նստեցինք, մի քանի ժամ չարչարվում եմ, այդ սարքը արդեն այնքան եմ ջղայնացել, որ պատրաստ եմ գցեմ պատուհանից արդեն։ Չի միանում եւ վերջ։ Դանիկ եկավ մեր տուն, իր կնոջ եւ երեխայի հետ, օրհնվեցինք իրանց այցելությամբ այս, բայց Դանիկն էլ նստեց ու մի քանի ժամ էլ ինքը չարչարվեց այդ ապարատի հետ աշխատելու, մենք արդեն եկանք այն որոշումը, որ հետ ենք ուղարկելու, չի եղում։ Եվ մի հատ միտք ծագեց գլուխս, գիրքը կարդացել էի, մի քանի բաներ տեսել էի, բայց չէի իմանում մեր Wi-Fi-ը ինչ գծի տակ է աշխատում։ Մտա մեր Wi-Fi-ի գծերը ստուգելու, մեկ էլ տեսա, որ մեր Wi-Fi-ը այն գիծն է, որ չի միանում այս սարքի հետ։ Հիմա ինչքան ուզում է համոզենք, չի միանում եւ վերջ։ Ես վերցրել եմ մեր Wi-Fi-ի մեջ գրանցել եմ նոր կոդ, այսինքն փոխել եմ էդի, իր ցանկացածի համար, որպեսզի ինքը կարողանա գործի։ Միացավ, արդեն գիշերվա քանից 11-ը անց էր, ու այդ սարքը չեմ քնել միջև մի հատ տունը չի մաքրել, այդ տեղը կանգնել, առավոտն է մի հատ վեր կացավ, ասեցի մի հատ է մաքրի, ինչ եմ ուզում այս օրինակով քեզ ցույց տալ։ Առաջի բանը, որ մենք ունենք Եփեսացիս 2:8-ում, Էմիլ, Եփեսացիս 2:8-ում գրված է. շնորհքով եք փրկված հավատքի միջոցով, եւ սա ձեզանից չի, այլ Աստծո պարգև է։ Ամեն, շնորհքով եք փրկված հավատքի միջոցով, եւ սա իմ ջանքերից չի, իմ գործերից չի, Աստծո պարգևն է, սա Աստծո նվերն է քեզ տրված, որ դու փրկված ես։ Բայց այսօր ես ուզում եմ խոսամ իմ եւ քո բաժինի մասին։ Աստված այս նվերը տվեց քեզ եւ ինձ։ Այդ սարքը մեր տունը արդեն դրած էր, բայց ինքը ոչ մի օգուտ չէր տալի, միջև մեր սարքը մենք չփոխեցինք։ Նաստրոյկեն չտվեցինք, որպեսզի այս սարքը աշխատի։
Նույնպես այդ փրկությունը քեզ տրված Աստծո կողմից որպես նվեր։ Բայց այդ փրկությունը քո կյանքում ոչինչ չի անի, եթե դու դրա առջև քեզ հասանելի քայլերը չանես։ Բայց սրանց ասես ամեն։ Այո, Տերը, գիտեք, Տերը տվել է փրկությունը։ Յուրաքանչյուր մարդ, որ այս երկրի վրա բնակվում է, Տերը նրա համար տվել է փրկություն։ Բայց ինչի են փրկվողները շատ քիչ։ Մտածել եք այս ուղղությամբ։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսը մեռավ աշխարհի բոլոր մարդկանց համար։ Բոլոր մարդկանց համար։ Բոլոր մարդկանց մեղքերին թողություն բերեց։ Բայց ինչի են փրկվում շատ քչերը։ Որովհետև շատ քչերն են պատրաստ իրանց ներսը փոխել, որպեսզի ընդունեն այն ինչ որ Տերը տվել է։ Ես մի քանի շաբաթներ քարոզում եմ, որ Տերն է կառուցում իր տաճարը։ Ինձ ու քեզ ասում է, որ դուք Սուրբ Հոգու տաճար եք, եւ այս տաճարը Տերն է կառուցում։ Բայց միևնույն ժամանակ ես քեզ եւ ինձ ասեցի, որ մի հատ կարևոր բան կա։ Ես եւ դու միաբանում ենք Տիրոջ հետ, որպեսզի շինենք իր տաճարը։ Այսինքն ես իմ բաժինը ունեմ։ Այսօր ես ուզում եմ քո հետ խոսամ քո բաժինի մասին։ Առաջի բանը, որի վրա ես ուզում եմ կանգնենք, Փիլիպեցիս 2:12-ն է, խոսքը ամբողջությամբ կարդում եմ։ Ուրեմն իմ սիրելիներ, ինչպես որ ամեն ժամանակ հնազանդվեցիք, ոչ միայն իմ ներկայության ժամանակ, առավել ևս հիմա իմ բացակայության ժամանակ, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկության համար։ Դուք հավատում եք, որ Աստվածաշունչը դա Աստծո կողմից ուղղված խոսք է անձամբ ինձ եւ քեզ։ Ամեն։ Ես չեմ նայում, որ այսի Պողոսն ա գրել, Փիլիպեցիներին ա գրել, ես այս խոսքը կարդում եմ, որ Տերը գրել է ինձ։ Եվ սև ասում է, իմ սիրելիներ, Տերը քեզ սիրում է։ Կարաս ասես Տերը ինձ սիրում է։ Կարաս հավատաս, որ դու սիրելի ես Տիրոջ համար։ Եվ ստեղ մի բան ա ցույց տալի։ Ասում է, երբ որ ես ներկա եմ ձեր կողմը, դուք հնազանդ եք։ Ամեն։ Երբ որ Տերոջ ներկայությունը գալիս է քո կյանքում, դու հնազանդ ես։ Դու չես կարող չհնազանդես։ Բայց այդտեղ խոսքը ասում է, որ դու առավել ևս հնազանդ ես այն ժամանակ, երբ որ ես բացակա եմ։ Այսինքն, երբ որ դու Տիրոջը չես զգում, Տիրոջ ներկայությունը չկա քո մոտ, դու այդ ժամանակ հնազանդ ես, թե ոչ։ Այս հասնեմ քեզ տալի։ Դու հնազանդ ես այն ժամանակ, երբ որ դու քո գործերի մեջ ես, քո առօրյա կյանքի մեջ ես։ Եվ ստեղ ասում է, որ հնազանդ ես, ու շտրարի մեջ ասում է, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկության համար։ Սպասի։ Բանոր կարդացինք, որ շնորհքով եք փրկված, հավատքի միջոցով, ուսա ձեզանից չի, այլ Աստծո պարգև է, ամեն այդ ձև էր, չէ՞։ Շնորհքով ենք փրկված, բերեք մի հատ նորից այդ խոսքը կարդամ։ Շնորհքով ենք փրկված հավատքի միջոցով, եւ սա Աստծո պարգև է։ Ամեն։ Աստծո պարգևը, բայց տեղ են չի ասում։ Այս նույն խոսքը Աստծո, ավելին ասեմ, այդ նույն առաքյալն է գրել, հիմա ստեղ ասում է, ահով եւ դողով գործեցեք ձեր անձերի փրկության գործը։ Այսինքն մի բան է ցույց տալի, որ ես եւ դու գործ ունենք անելու մեր փրկության համար, մեր անձերի փրկության համար։ Հաջորդ խոսքն ենք կարդում։ Առաջի Կորինթացիս 1-3 խոսքեր։ Եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը
կամ ծանոթացնում եմ այն ավետարանը, որ քարոզեցի, որ ընդունեցիք եւ որով հավատացիք, որով եւ փրկվեցիք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ քեզ քարոզվեց, այլապես զուտ տեղը հավատացած կլինես։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս ընդունեցի, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, համաձայն սուրբ գրքերի։ Ուրեմն, մի քանի քայլեր, որ այս խոսքերի մեջ տեսանք, ստեղ ես գրել եմ, Պողոս Առաքյալը ցույց է տալի փրկության քայլերը։ Առաջինը, ընդունեցինք։ Եթե մի բան քեզ տրվում է, բայց դու չես ընդունում, դա քոնը չի դառնում։ Փրկությունը որպեսզի դառնա քոնը, դու պետքա դա ընդունես։ Ով պետք է անի սա? Աստված։ Աստված տվողն է, չէ՞։ Աստված տալիս է փրկությունը, պարգև է տալի քեզ։ Բայց որպեսզի այս պարգևը ես կարողանամ ունենամ եւ այդ իմ եղնի, ու ես կարողանամ ասեմ, որ ես փրկված եմ շնորհքի միջոցով, ես պետք է ինչ անեմ, ընդունեմ այս փրկությունը։ Ճոգիդ ինչ ասեցի։ Պետք է ընդունես։ Նրանք ովքեր չեն ընդունում, ինչքան ուզում եմ մեծ լինի այս շնորհքը, այդ շնորհքը իրանց կյանքի վրա ոչ մի ազդեցություն չունի։ Նա ազդեցություն ունի նրանց կյանքում, ովքեր ընդունեցին։ Հաջորդը ընդունեցիք եւ որով հավատացիք։ Այսինքն հավատալը հաջորդ քայլն է։ Ընդունեցի եւ հավատացի։ Ինչին հավատացի, ստեղ վերջում ասում է, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ համաձայն սուրբ գրքերի։ Մարգարեության խոսքերի, հավատացի սրա։ Այսինքն, ես ուզում եմ քեզ մի բան ասեմ, դու ունես փրկությունը, բայց այդ խոսքը մի հատ պետք է կարդանք։ Շնորհքով ենք փրկված, ինչի միջոցով, մի հատ կարդացեք ժողովուրդ, հավատքի միջոցով։ Այսինքն առանց հավատքի շնորհքը չի կարող գործել քո կյանքի մեջ։ Հիմա ես իհարկե հետո կգամ դրան, բայց նորից ուզում եմ կրկնեմ, հավատքը առանց գործերի ինչա մեռած։ Մեկ խփվի, ժողովուրդ ջան։ Այն մտքերը, որ ասում են ես հավատացի ու վсё ես։ Պետք է այլ շնորհ Դու հավատացիք, դա հավատացիր։ Փրկվեցիք։ Ստեղ գրել եմ փրկվեցիք, բայց ուզում եմ մի քիչ փակագծերը բացեմ։ Ինչ է նշանակում փրկվել։ Փրկվել նշանակում է ազատագրվել մեղքից, ազատագրվել կապանքներից, ազատագրվել չարությունից։ Այսինքն Տերը փրկում է, բայց ես պետք է փրկվեմ։ Թույլ տամ Տերը ինձ ազատագրի իմ մեղքերից, իմ կապանքներից, իմ չարությունից, իմ սրտի խոռոչներից ես պիտի թույլ տամ, որ Տերը փրկի։ Լսում ես, Տերը չի կարող քեզ ազատագրել այն ինչ դու չես բերում իր առաջ։ Ինչի է կարևոր խոստովանել, ինչի է կարևոր գալ Տիրոջ առջև եւ խոստովանել մեր տկարությունները։ Օրինակ մի քիչ առաջ, երբ որ Շիրակը խոսում էր, աղոթում էր, ինքը խոստովանեց, ասավ Տեր, ես խոստովանում եմ քո առաջ, որ ոչ միշտ եմ հավատարիմ, ոչ միշտ է ստացվում։ Սա խոստովանություն է, սա Աստծո համար հնարավորություն է քո կյանքում գործել, քեզ ազատագրելու եւ փրկելու համար։ Իսկ եթե ես իմ մեղքը չեմ խոստովանում, այլ ընդհակառակը սկսում եմ արդարացնել, կամ թաքցնել ես մեղքը, Տիրոջ փրկությունը իմ վրա չի գործում։ Լսում ես ինչ եմ ասում։ Փրկությունը նվեր է, բայց դու պետք է թույլ տաս, որ Տերը քեզ փրկի։ Տերը ունի զորություն ինձ ազատագրելու յուրաքանչյուր մեղքից, տկարությունից, հիվանդությունից,
Բայց այդ փրկությունը կարող է գործել այն ժամանակ, երբ որ այդ բանը բերվում է Տիրոջ առջև։ Ինչի է հիվանդներին ասում աղոթեք Տիրոջը։ Տերը չգիտի, որ դու հիվանդ ես։ Լսեք, Տերը չգիտի այդ մասը։ Տերը գիտի։ Ամեն։ Նա ամենագետ է, չկա որևէ մի բան, որ չգիտի նա։ Բայց երբ որ ես գալիս եմ աղոթքով եւ հավատքով Տիրոջ առջև, ես դուր եմ բացում Տիրոջ հոգու համար, որպեսզի նրա փրկության զորությունը գործի իմ կյանքի վրա։ Փառք ես Տեր ջան։ Հաջորդ բանը, որ այս խոսքերի մեջ մենք կարդացինք, ասում են ամուր պահեք այն խոսքը, Պողոս, ինչ դու նոր կտակարանային քարոզիչ չես։ Այս ինչ բան ես ասում, Հիսուսը մեռավ գրքերի համաձայն, խոսքը պահի, բայց դու չգիտեի, որ խոսքը սպանում է։ Պողոսը գիտեր, որ խոսքը կարա սպանի, բայց նաև գիտեր, որ առանց խոսքը պահելու մարդը չի կարող ժառանգել փրկություն։ Աստծո խոսքի մեջ գրված է, որ Աստծո խոսքը դա երկսայրի սուր է, հզոր սուր է, իհարկե նա կարող է սպանել նրանց, ովքեր հակառակության որդիներ են։ Լսեք, հիմա բան եմ ասում, ուշադիր լսեք։ Աստծո խոսքը սպանում է նրանց, ովքեր հակառակության որդիներ են։ Եթե դու մտածում ես, որ Աստծո խոսքը կարա քեզ սպանի, քննիր քո սիրտը, նշանակում է դու ընկել ես հակառակության ոգու մեջ։ Որովհետև հայտնության գիրքը ասում է, որ սատանային, նրա հրեշտակներին և նրա ծառաներին Հիսուսը ոչնչացրեց իր բերանի սրով, այսինքն խոսքով։ Իսկ Աստծո կենդանի խոսքը հավատացողի համար դա ինչ է զորություն է, դա Աստծո զորությունն է։ Ես չգիտեմ, որքանով կարողացա ձեզ հասանելի ասել այն միտքը, որ ես ուզում եմ ասեմ։ Եթե դու շնորհքով փրկված մարդ ես, Աստծո խոսքը քեզ համար կյանք տվող զորություն ունի։ Ու դրա համար դու պետք է բռնես։ Իսկ եթե դու մտածում ես, որ այդ խոսքը քեզ սպանում է, նշանակում է, խոսքը քեզ սպանում է, որովհետև դու մեղքի մեջ ես։ Քո խոսքը քեզ սպանում է, որովհետև դու հակառակության ոգու ներգործության տակ ես մնաց։ Քեզ պետք է ազատագրվել։ Ես գիտեմ այդ խոսքերը, որտեղ Հիսուսը ասավ, որ իմ խոսքի մեջ կա կյանք և հոգի։ Նաև գիտեմ Եբրայեցիս գրքի մեջ, որ ասում է խոսքը սպանում է, բայց հոգին կենդանացնում է։ Բայց ես մի բան գիտեմ, որ Աստծո խոսքի մեջ կա Աստծո հոգի։ Փառք ես Տեր ջան։ Ուրեմն ինչ պետք է անեմ, Աստծո խոսքը պետք է բռնեմ։ Լսեք, Աստծո հետ հաղորդակցվելու համար ես պետք է բռնեմ այս խոսքը, որպեսզի այս խոսքն էլ ինձ բռնի։ Լսում եք։ Իմ դիրքը Աստծո առջև, ինչը կարող է ինձ Աստծո առաջ կանգնացնել։ Գիտեք այդ մասին։ Միայն խոսքը, որովհետև հենց այդ խոսքը ինքը Հիսուս Քրիստոսն է։ Հովհաննես Ավետարանի առաջի գլխի մեջ ասում է, այս խոսքը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց։ Փառք ես Տեր ջան։ Լսեք, չեմ կարա ես լինեմ մարդ, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, փրկված է Հիսուս Քրիստոսի շնորհքով,
եւ խոսքին ոտնահարեն։ Խոսքը դերն է դեր։ Ասեմ ես հոգով լցված եմ, հալելույա, ձո ես ազատ եմ խոսքից։ Հիսուս անձամբ ինքն էր ապրում եւ պահում Աստծո խոսքը։ Թարգես դեջան։ Հաջորդը հավատք, բայց ես նորություն կենթանի հավատք։ Ես ասեց չէ, մենք կվերադառնանք այս հավատքի թեման։ Քո հավատքը պտուղներ ունեն թե ոչ։ Լսում եք։ Հավատացյալ, լսում ես։ Քո հավատքը պտուղ ունի թե ոչ։ Եթե քո հավատքը պտուղ չունի, քո հավատքը մեռած հավատք է։ Ու ոչ մի օգուտ չկա այդ հավատքից։ Եվ վերջինը Պողոս առաքյալը Էզևի նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս ընդունեցի։ Այսինքն փրկության գործը։ Դա մի բան է, որ ես ինքս պետք է ընդունեմ եւ ապրեմ։ Մենք կարող ենք ուրիշներին ճշմարտություն պատմել, բայց եթե ես չեմ ապրում, ես օգուտ չունեմ։ Ամեն փառք Կուզենայի ձեզ ասեմ, որ всё բրծավ, ես վերջացեցի քարոզը, բայց ուզում եմ ձեզ ասեմ, որ ես նոր սկսում եմ քարոզը, սա նախապարն էր իմ քարոզը։ Հիմա ես ուզում եմ գործնական քայլերով ցույց տալ ինչպես մոտենանք փառքի գահին։ Ինչ իրական քայլեր պիտի անեն Տիրոջ տաճարը շինելու համար։ Առաջին բանը, որ ես միջև Քրիստոսին հանդիպելը ես մեղքի ծառայեի, բայց հիմա պետք է ընտրեմ եւ ծառայեմ Աստծուն, դառնամ արդարության ծառա։ Ամեն։ Արդարության ծառա։ Հռոմեացիս 6:18։ Արդ մեղքի տիրապետությունից ազատվելով դարձակ արդարության ծառաներ։ Ուրեմն, այսօր խոսքը ինձ եւ քեզ որպես Սուրբ Հոգու տաճար մի հատ ճանապարհ ցույց տա, որ ես եւ դու պետքա մեղքի տիրապետությունից ազատագրվենք։ Ազատագրողով էր, հիշում եք, ինքը Հիսուս Քրիստոսն։ Ինչի համար ազատագրվեմ մեղքի տիրապետությունից, որպեսզի ծառայեմ արդարությանը։ Որտեւ եթե ես չծառայեմ արդարությանը, հիշում եք չէ, հոգին գնում է, մի 7 հոգի էլ գտնում է, բերում է, որ այդ մարդու վերջը ավելի վատ է լինում, քան առաջինը։ Բայց գաղտնիք եմ ուզում ձեզ ցույց տալ։ Եբրայեցիս 1:9 Արդարությունը սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր։ Արդարությունը սիրեցիր եւ դա պատճառ եղավ, որ Աստված քեզ օրհնեց։ Լսեք։ Մենք պետք է դատենք մեղքին սիրել։ Մենք պետք է դատենք համակրել մեղքին։ Եթե դեռ միջև հիմա քեզ դուր են գալու մեղքերը, սա խոսում է նրա մասին, որ դու դեռ չես ազատագրվել։ Անկախ նրանից ինչ մեղք է։ Մի հատ ուրիշ ձևով կարող եմ ասել, որ կան մեղքեր, որ հաճույք են պատճառում։ Օրինակ Եվան, երբ որ տեսավ այն պտուղին, գիտեք ինչ առաջացավ իր մոտ։ Ասում է, հաճելի էր աչքին տեսնելու,
Եվ արդեն իր բերանում ցենց խառնվեց իրար, արդեն համերը զգում, չնայած դեռ չէր ձեռ տալիս։ Այսօր մեղքը քո կյանքում, անկախ նրանից ինչ է, եթե Տերը մի բանին մեղք է անվանում, ու եթե քո մեջ կա դեռ համակրանք է մեղքի նկատմամբ, նշանակում է դու դեռ ազատագրված չես։ Ազատագրվելու համար ես պետք է այս մեղքի տիրապետության տակից դուրս գամ։ Գամ Տիրոջ առջև, որպեսզի նա ինձ ազատագրի, ու իմ նպատակը նրա համար չէ, որ ես ինձ ազատագրվեմ ինձ թեթևս գամ, այլ նրա համար է, որ ես ծառայեմ արդարության, որովհետև ես արդարությունը սիրեցի ատելով մեղքը։ Ժողովուրդ, ես խոսում եմ քո սրտի մասին։ Ես խոսում եմ իմ սրտի մասին։ Փոխված է քո սիրտը, թե ոչ։ Եթե դու շարունակում ես սիրել, համակրել մեղքին, ստեղ քո վերստին ծնվան պրոբլեմ կա։ Որտեղ Աստծո խոսքը ասում է, նա որ Աստծուց ծնվեց, նա սիրում է այն ինչ Աստծունն է։ Իսկ Աստծունն է արդարությունը։ Ամեն։ Դրանից հետո գալիս է հաջորդը Աստծո ծառա։ Աստծո ծառա։ Երեքրոս կարդանք Հռոմեացիս 6:22-23-ը։ Բայց հիմա մեղքի տիրապետությունից ազատվելով եւ Աստծուն ծառա դառնալով ունենք մեր մեջ պտուղը, որ տանում է սրբագործման եւ նրա հետևանքը հավիտենական կյանքն է, որովհետեւ մեղքի հատուցումը ման է, իսկ Աստծո շնորհքը հավիտենական կյանքն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Չգիտեմ ժողովուրդ, դուք այս խոսքերը գտնում եք, թե չէ Աստվածաշնչում, բայց ես երբ որ գտա ցնցվեցի այս խոսքից։ Նայեք ինչ ասում։ Մեղքի տիրապետությունից ազատվելով Աստծուն ծառաներ դառնանք։ Հալելույա։ Ասեք, ես մեղքից ազատագրվում եմ ոչ թե նրա համար, որ ես ինձ լավ զգամ, այլ նրա համար, որովհետև այլ կերպ չեմ կարող Աստծուն ծառայել։ Լսի՞ք ինչ ասացի։ Դու չես կարող մեղքի մեջ մնալով ծառայել Աստծուն։ Աստծուն ծառայողները պիտի ազատագրվեն տիրապետությունից մեղքի։ Եվ ասում է ունենք, այսինքն այս ծառայության մեջ ինչ ունենք պտուղ։ Հիմա կմտածեք, որն է պտուղը։ Լսեք, եթե մի պտուղ քեզ չի տանում սրբագործման, դա ծառայության պտուղ չի։ Անգամ եթե միլիոն մարդ քո միջոցով փրկվի, ու դա քեզ չի տանում սրբության, սա Աստծուն ծառայության պտուղ չի։ Սա ընդհակառակը կարող դառնա քո կործանման պտուղը։ Որտեղ քեզ կտանի հպարտության, իսկ հպարտությունը ինչի է տանում կործանման, ինչպես սատանային, այսօր արդեն ինչպես է պետք է։ Այսինքն, եթե իմ ծառայության պտուղը ինձ տանում է սրբության, այսինքն ես նրա կամքի մեջ եմ։ Եվ բերեք շարունակությունը, եւ նրա հետևանքով, այսինքն, այս սրբագործման հետևանքով ես ինչ եմ անում։ Ինչ եմ անում։ Հավիտենական կյանքն եմ ստանում։ Հիմա կմտածես, ես մեր աղբերեք ինքը իրան հակասում է։ Մի երկու րոպե առաջ ինքը ասա, որ շնորհքով եք փրկված ու ձեզանից չի դա, սա Աստծու տված պարգևն է ձեզ, հմիկ ասում է, պետք է Աստծուն ծառայեք, եւ այդ ծառայության պտուղը պետք է տանի ձեզ սրբագործման, որպեսզի ժառանգեք հավիտենական կյանքը, որովհետեւ մեղքի հատուցումը ման է։
անգամ շնորհքի մեջ։ Լսում ես։ Մեղքի հատուցումը մահն է։ Իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Հալելույա։ Ես չգիտեմ դու լսում ես ինձ թե չէ, որովհետև Հիսուսը հաճախակի խոսալուց ասում էր լսելով լսեք ինչ եմ ասում։ Հիմա չգիտեմ դու լսում ես ինձ թե ոչ, ես քեզ ուզում եմ կարևոր բան ասեմ։ Հավիտենական կյանք շարունակում ենք մենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մեղքից ազատագրվում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ մեր ծառայությունը պատխաբեր է այն ժամանակ, երբ որ մենք ծառայում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Եվ մեր պտուղները այն ժամանակ են մեզ տանում սրբագործման, երբ որ դա անում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Լսի ինչ ասացի։ Այսինքն, Տիրոջ տաճարը պետք է ծառայի Աստծուն, ու այս ծառայությունը տանի ինձ սրբությունից։ Փառք ես Տեր ջան։ Հաջորդը մեռած մեղքի համար։ Հռոմեացիս 6-ի առաջին խոսքից ասում է, բայց արդ ինչ ասեմ, շարունակենք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհքը բազմանա, քավլից։ Մենք որ մեռանք մեղքի համար, ինչպես կարող ենք շարունակել մեղքի մեջ ապրել։ Լսում ես, Աստծո խոսքը մեզ ցույց է տալի մի հատ ձև կյանքում հաղթելու եւ ապրելու համար։ Քեզ տեսնես մեղքի համար մեռած։ Որտեղ երբ որ մենք կարդում ենք Ծննդոց գիրքը, հենց առաջի գլուխները, երբ որ Կայենը արդեն չարացյալ էր, վարկացել էր իր եղբոր վրա, որովհետև Աստված նրան ընդունեց, նրան չընդունեց։ Տերը Կայենին մի հատ կարևոր բան ասավ։ Ասավ մեղքը դռանը առջև պառկած է, եւ նա քեզ է մտնում։ Ամեն առավոտ, երբ որ դու արթնանում ես, անգամ կարող եմ ասել քո շեմ դռան առաջ, բայց կարող եմ ասել նաեւ քո կրավաթիկ առաջ, հակառակորդը մեղքը դրել պառկած սպասում է ու փափագում է քեզ տիրապետելու։ Իհարկե մեկ դու տնից դուրս ես գալու ես մեղքին հանդիպում, բայց մեկ տունն էլ կարող ես կրավաթիցդ հեռնես, թարս ոտով հելնես ու արդեն զգաս, որ մեղքը չեմիտ պառկած է։ Մեղքին հաղթելու մենակ մի ձև կա, լինել մեղքի համար մեռած։ Մի բան պետք է հիշենք, այս տաճարը մեղքի համար չի, այս տաճարը մեղքի համար մեռած է։ Ամեն հաջորդը քայլել նորոգված կյանքով։ Ուրեմն մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։ Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կրցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։ Ուրեմն Տիրոջ կյանքն է, որպեսզի մենք ապրենք նորոգված կյանքով։ Այն կյանքով, որը Տերը ծրագրավորել է, նախասահմանել է իր հետևորդների համար։ Ես կարծում եմ, ստեղ տեղին է ասել Հիսուսի հարցը, խոսքը, արթուն մնացեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չունեք։ Նրանք ովքեր քնում են, նրանք ովքեր չեն նորոգվում կյանքով, նրանք փորձությունից փորձություն են։ Հաջորդը ապրել Քրիստոսի հետ։
Իմացեք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա։ Մենք այլևս մեղքից չծառայենք, որովհետև ով մեռնում է, ազատվում է մեղքից։ Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Գիտեք, Տեր ուզում է, որ ես և դու ապրենք իր հետ, քայլենք իր հետ, գործենք իր հետ, մեր կյանք ամբողջությամբ լինի Տիրոջ հետ։ Ես արթուն վիճակի մասին շատ եմ մտածում աղոթում։ Դուք նույնպես ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ, հնազանդեցնելու իր ցանկություններին։ Մեղքին ծառայելը վկայում է մեր քնած վիճակի մասին։ Լսիք, եթե ես շարունակում եմ մեղքին ծառայել, սա խոսում է իմ քնած վիճակի մասին։ Արթուն մարդը պայքարում է մեղքի հանդեպ։ Ինքը գիտի, որ պայքարում, ինքը գիտի, որ մեղքին հաղթողը Հիսուս Քրիստոսն է, և մեղքից ազատագրողը Հիսուս Քրիստոսն է, դրա համար ինքը պայքարում է։ Մենակ չի պայքարում, քո պայքարում դու մենակ չես։ Տերը քո կողքին է, շարունակում է քո համար բարեխոսել։ Ուրեմն մի հատ խոսքեր եմ կարդում այս ուղղությամբ։ Հռոմեացիս 11:13, այսինքն 6-րդ գլխի 11-ից 13 խոսքեր։ Դուք նույնպես ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ, հնազանդեցնելու իր ցանկություններին, և ձեր անդամները մի պատրաստեք մեղքի համար, որպեսզի անիրավություն անեք, այլ ինքներդ ձեզ պատրաստեք Աստծո համար, որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները Աստծո համար, որպես արդարության զենք։ Ուրեմն, ինչ է Տերը առաջարկում ես, որ ինքդ քեզ պատրաստես Աստծո համար։ Ուրեմն, ժողովուրդ, որպեսզի ես կենդանանամ, արթնանամ, ես ինքս ինձ պետք է պատրաստեմ Աստծո համար։ Միակ ձևը, որ ես կարող եմ արթնություն ապրել, եթե ես ինձ պատրաստում եմ Աստծո համար։ Ոչ թե հրաշքների համար, ոչ թե չգիտեմ ինչերի համար, այլ Աստծո համար։ Այսօր Վարուժ եղբայրը իմ քարոզի կեսը քարոզ է նա, դրա համար ես մի քիչ արագ եմ գնում։ Հնազանդվել Աստծուն։ Ուրեմն Հռոմեացիս 6:16-ին հետաքրքիր բան է ցույց տալու։ Չգիտեք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրան եք ծառայեք, ում հնազանդվում եք, եթե մեղքին մահվան եք անում, եթե Աստծուն հնազանդությանը արդարության եք անում, կամ հավիտենական կյանքի։ Ուրեմն, ում եմ հնազանդվում, իմ ցանկություններին, մեղքի առաջարկությանը, թե Աստծուն։ Շատ կարևոր է հնազանդություն, լսում եք, առանց հնազանդություն, անհնարին է Աստծուն հետևալ։ Հաջորդը, վարվել հոգևորապես։ Մի քանի հատ է իրար հետ կապված է։ Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես, որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահվան օրենքից։ Այսինքն, հոգևոր պահենք մեզ, սենց պարզ ասեմ,
Մեր իրավիճակների մեջ մենք մեզ հոգևոր պահենք։ Հաջորդը, մտածենք հոգևոր բաների, հոգևոր ձևով մտածենք։ Մեր Անուշ Հաճախակյանը ասում ամեն ինչը հոգևորացնում ես։ Ինչ հարց ուզում մեր տանը գտնի, մեր կյանքին գտնի, հոգևորացնում ես։ Մասը այդ պիլասոսները հոգևորացնում։ Մեր տան տելևիզորները հոգևոր։ Հենց մի քիչ մերկագործում աշխարհության են բերանում։ Որպեսզի օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք վարվում, այլ ըստ հոգու, որտեղ ովքեր ըստ մարմնի են մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ հոգու եղողները հոգևոր բաներ են մտածում։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ հոգու խորհելը կյանք եւ խաղաղություն, որտեղ ըստ մարմնի հոգումը Աստծո դեմ թշնամություն է, քանի որ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող։ Լսում եք ինչ եմ ասում։ Հաջորդը հաճեցնել Աստծուն։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճեցնել։ Լսում եք։ Եթե դու շարունակում ես մարմնիդ հաճեցնել, անհնարին է Աստծուն հաճեցնել, չես կարող։ Եթե ուզում ես Աստծուն հաճեցնել, պետք է մարմինդ խոնարհեցնես։ Հետևել հոգուն։ Բայց դուք մարմնինը չեք հետևում, այլ հոգուն, եթե Աստծո հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չի պատկանում։ Լսում եք, եթե մեկը Աստծո հոգին չունի, նա չի պատկանում ասում։ Եվ ստեղ կարևոր բան ասում, բայց դուք մարմնին չեք հետևում, այլ հոգուն։ Հետևիր Աստծո հոգուն։ Սովորի լսել նրա ձայնը, լսեք։ Առաջի բանը ձեզ ասեմ, որպեսզի ես կարողանամ լսել Աստծո ձայնը, ես պետք է կարողանամ Աստծո խոսքի հետ բարեկամություն անել։ Աստված չի սկսի քո հետ խոսալ անհատական հարցերի մեջ, եթե դու սիրտդ չես բացել նրա խոսքի առջև։ Բայց եթե քո սիրտը բաց է, Տերը կարող է քեզ առաջնորդել, կարող է խոսալ քո հետ, կարող է քեզ ցույց տալ որոշակի բաներ, առաջնորդել քո կյանքի մեջ, ճիշտ վարվել ցույց տալ։ Գիտեք ինչքան է իմ կյանքում եղել, երբ որ ես զգացել եմ, որ Տերը կանգնացրել է, բայց մեկ ես անհնազանդ եմ եղել, գնացել եմ, արել եմ ու հասկացել եմ, որ Տերն է ինձ կանգնացնում։ Ուրեմն ջանալ, հոգով լցվել։ Ում պարտականությունն ասա, ինձ, ես պիտի ջանամ։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ, որովհետև եթե ըստ մարմնի ապրեք կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք։ Ես պիտի ջանամ հոգով լցվել։ Ես պիտի ջանամ։ Եվ վերջինը ապրել Աստծո որդու արժանապատվությամբ։ Ես ասում չէ, որ վարժին քարոզիքես քարոզիքես։ Ես եւ դու պիտի ապրենք Աստծո որդու արժանապատվությամբ, որտեղ դա մեծ պատիվ է իմ եւ քո համար։ Ուրեմն, ովքեր Աստծո հոգին հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են, որտեղ դուք ծառայության հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին ստացաք, որով աղաչում եք,
Աբբահայ։ Նույն ինքը հոգին վկայում է մեր հոգիներին, որ մենք Աստծո որդիներ ենք։ Սա մեծ պատիվ է։ Դու և ես ունենք այս պատիվը լինելու Աստծո որդի։ Եվ ես պետք է համապատասխանեմ այս որդիությանը։ Ամեն։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր դուք լսեցիք, թե ինչպես Աստված մեզ շնորհքով փրկում, հավատքով զորացնում և կանչում նրա կյանքը ապրել։ Բայց կարևոր մի հատ մի տաբերում, ավետարանը միայն լսելու համար չէ, այլ ընդունելու, ապրելու և ամուր պահելու համար։ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար և հարություն առավ, որպեսզի մենք այլևս մեղքին չծառայենք, այլ լինենք Աստծո արդարության ծառաները, ապրենք հոգով և խորապես զգանք, որ մենք Աստծո որդիներ ենք։ Այսօր ես և դու մեր մեջ ընդունելու պահ ունենք, ընդունելու բան ունենք։ Կարող է ուրիշ խոսքերով ասեմ, որոշում կայացնելու բան ունենք։ Այսօր չեմ ուզում ժողովը ուղղակի հիմա աղոթեն վերջացնենք գնամ։ Ուզում եմ դու որոշում կայացնես Քրիստոսի մեջ։ Ու հավատքի քայլ անես դրա մեջ։ Այսօր կանչելու եմ առաջ նրանց, ովքեր լսելով հասկացան, որ իրանք բռնելու բան ունեն։ Իրանց կյանքում փոխելու բան ունեն։ Եթե զգում ես, որ Աստված քեզ կանչում է իր շնորհով ազատ ապրելու, այսինքն գիտես, որ դու ինչ-որ կապանքներ ունես ու կարիք ունես ազատագրելու, ու դու այսօրվա այս քարոզի մեջ լսում ես, որ Աստված քեզ կանչում է ազատագրելու։ Ես կուզենամ, որ դու, երբ որ կանգնենք ոտքի,